Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես բնականաբար համաձայն եմ, որ մենք շատ աշխատելու տեղ ունենք եւ իրականում որակական փոփոխությունների կարիք կան բոլոր ոլորտներում, բայց ուզում եմ նաեւ նկատենք այն մեծ ջանքը, որը դրվում է մեր տարբեր մշակութային հաստատությունների կողմից եւ պետք է ասեմ, որ վերջի տարիների որակական փոփոխությունները զգալի են։ Օրինակ մեր օպերային թատրոնը բոլորովին վերջերս ընդգրկվել է օպերային թատրոնների միջազգային ցանցի մեջ եւ հայտնվել է այն ձեր ասած հարթակում, որը տեսանելի է դարձնում աշխատանքը եւ որը թույլ է տալիս ներողություն ներկայացումները վաճառել նաեւ դրսում։ Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ նույն օպերային թատրոնի մասին եթե խոսում ենք, ապա առաջիկայում նաև նախատեսված են հյուրախաղեր եւ համերգներ հենց նույն Մոսկվայի մեծ թատրոնի կողմից եւ նախորդ տարի ամռանն էլ այստեղ հյուրախաղեր էին ռուսաստանյան տարբեր մշակութային հաստատությունների կողմից ամբողջ օգոստոսը ըստ էության օպերային թատրոնի բեմում նրանք հանդես էին գալիս եւ սա նաեւ փոխադարձ սովորելու ընթացք է։ Եվ ուզում եմ նաև տեղեկացնել, որ օպերային թատրոնը Լա Սկալայի հետ ունի հուշագիր եւ ուղարկում է նաև մասնագետներ այնտեղ սովորելու։ Եվ այդ համագործակցության շատ կարևոր մասը հենց կրթությունն է, եւ սա նշանակում է, որ մենք այո պետք է ընդունենք եւ հասկանանք, որ սովորելու կարիք ունենք եւ այդ սովորելը պետք է լինի աշխատանքի միջոցով, որովհետեւ նախորդ շաբաթ օրինակ պայացների առաջնախաղներ թատրոնում եւ պետք է ասեմ, որ իտալացի բեմադրիչների ռեժիսորների մասնակցությամբ դրված այդ ներկայացումը որակական լուրջ փոփոխություն էր եւ սա ոչ միայն առանձին ներկայացում է, այլ սա process է, որի ընթացքում իրենք սովորում են։ Բայց ասածս այն է, որ սա անընդհատ process է, ես շատ ուրախ եմ, որ մեր ոլորտի հաստատությունները արդեն մեծ ջանքեր այդ ուղղությամբ դրել են եւ այդ փոփոխությունները տեսանելի են, դրանք պիտի շարունակվեն եւ վստահաբար պիտի նաեւ մյուս ոլորտները բաց լինեն։ Ամենակարևորը կարծում եմ, պարոն վարչապետ, բաց լինելն է այդ համագործակցությունների եւ այդ փոխանակումների համար, որը նկատում եմ, որ տեղի է ունենում եւ պետք է շարունակվի։ Շնորհակալություն։ Շատ լավ, ես օրինակ իմացա, որ կան թատրոններ, այդ թվում օպերային եւ դասական երաժշտության եւ ոչ միայն դասական, որտեղ թատրոններ տոմսերը վաճառվում են, ասենք օրինակ առցանց աճուրդների միջոցով եւ այդպիսի ներկայացումներ կան եւ հույս ունեմ հաջորդիվ Հայաստանում չկա, չէ՞, տենց բան, որ աճուրդով տոմս վաճառվի։ Թե կա։ Աճուրդով տոմսի վաճառք դեռևս չունենք, բայց մենք ունենք շատ ներկայացումներ, որոնց տոմսերի վաճառքը մեկնարկում է եւ գրեթե մեկ օրվա ընթացքում ավարտվում է, պարոն վարչապետ։ Շատ լավ, ես կարծում եմ, որ ցուցիչներ կան, մենք պետք է այդ ցուցիչներով շարժվենք։ Այսինքն հաջորդ հանգրվանն է նա, որ մեր մոտ էլ թատրոնների եւ ներկայացումների տոմսերը աճուրդով վաճառվեն եւ ոչ թե դահլիճներ լցնելու համար մենք անթիվ հրավիրատոմսեր բաժանենք, մենք ոնց որ թե հաղթահարել ենք այդ փուլը կամ առնվազն հաղթահարում ենք, բայց ելի եմ ասում, հարգելի գործընկերներ, իմ ասածը այն չի, որ հիմա եթե մենք խոսենք այդ ժանրով, մենք կարող ենք ասել, ասեցի արդեն, երկու ատոմակայան ենք կարող ստեղծել Հայաստանում, եւ հիմա մենք կարող ենք նաեւ մեր մշակութային հաստատությունների ֆինանսավորման սխեմաների փոփոխության մասին եւ դրա արդյունքների մասին խոսալ։ Բայց ելի եմ ասում, մենք պետքա ինչքան մեր հաջողություններ արձանագրում ենք, այդքանը պետքա ինքնակնդատաբար վերաբերվենք, որովհետեւ այն կետում, որտեղ մենք հիմա հասնում ենք, առաջատարները դրան հասել են 53 տարի առաջ։ Այդ նշանակում է մենք 53 տարի հետ ենք աշխարհից։ Մենք կարանք սրա մասին չխոսենք, ասենք դե լավ է, ստեղենք, ոնց որ թե նորմալ ամեն ինչ, ես համաձայն չեմ դրա հետ։ Ընդ որում մենք չենք կարող 53 տարի սպասենք, որ հասնենք, որովհետև եթե 53 տարի սպասենք, 53 տարի հետո իրանք 300 տարի են առաջ ելնելու։ Մեզ պետքա մեր արագություն, դրա մասին էլ եմ խոսում, ընդհանրապես մեր արագությունները պետքա փոխել։ Բայց դա առաջին հերթին մտածողության մակարդակի փոփոխություն է, որ ասում են կոմֆորտ զոնայից պետքա դուրս գալ, մենք անընդհատ մեր կոմֆորտ զոնաներից պետքա դուրս գանք։ Ես դժգոհ չեմ։ Ես մեր ուշադրությունն եմ հրավիրում
այն փաստի վրա, որ կարանք մենք բան անենք, տենց գոհության մթնոլորտում լճացման մեջ ընկնենք եւ դա պետքա թույլ չտալ որևէ կերպ։ Եվ ելի ասում եմ, դրա ճանապարհը կրթությունն է բոլոր ոլորտներում, բոլոր առանց բացառության բոլոր ոլորտներում։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար